Եթերում դիտակետի հերթական թողարկումն է։ Վերջին օրերի ընթացքում թեև առանձնահատուկ իրադարձություններ չարձանագրեցինք, սակայն մեր տեսադաշտում էին այն գործընթացները, որոնք մեզ համար որոշակի հետաքրքրություն են ներկայացնում։ Հենց դրանց շուրջ էլ կզրուցենք ծրագրի այսօրվա մասնակցի, ԼՂ ազգային ժողովի падգամավոր, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի փոխնախագահ Գամո Բարսեղյանի հետ։ Պարոն Բարսեղյան, Եվրասիական միության գաղափարը, որի ստեղծման նպատակով նախապատրաստական աշխատանքներ էին տարվում վերջին տարիներին, Աստանայում իր կազմակերպական ձևավորումը ստացավ։ Մոտ ապագայում միությանն անդամակցելու է նաև Հայաստանը։ Ինչպիսի հեռանկարներ եք տեսնում նոր կառույցի հետ կապված, բնականաբար Հայաստան-Արցախ դիտակետից։ Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանյան Ֆեդերացիան մեր ձգտում էր ինչ-որ ձևի համախմբված ձևի պահել ԽՍՀՄ կազմող հանրապետություններին։ Այդտեղ հաշվի է առնվել նրանց տնտեսական շահերը, նրանց համագործակցությունը, որովհետև ԽՍՀՄ-ում արտադրությունը, արդյունաբերությունը այնպես էր կազմավորված, որ ասենք որոշակի պատրաստի արտադրանք ստանալու համար մի գործարան այս հանրապետությունում էր, մի այլը այն, ու այդ փոխգործողությունը ապահովելու վերջնական արդյունք ստանալու հանգամանքով ձգտում էր այդ տնտեսական կապերը եւ իր ազդեցությունները պահել։ Հիմա այդ հանգամանքով տարբեր կազմակերպություններ են ստեղծել, վերջին շրջանում արդեն Մաքսային միության ստեղծման գաղափարը առաջ եկավ, որտեղ հիմնականում պիտի գործեն տնտեսական շահերը։ Այսինքն այդ Մաքսային միությունը տնտեսության կազմակերպման միություն է, ու առհասարակ ես գտնում եմ, որ թե Հայաստանը, թե Ղարաբաղը, որքան նման կազմակերպություններին անդամակցեն, դա իշահ մեր ժողովրդի է։ Որովհետև մենք փոքր երկիր ենք, որ ասենք մեզ շուկա է պետք։ Իսկ այդ Մաքսային միության հնարավորությունները որպես շուկա մեզ ահագին հնարավորություններ են ընձեռնում։ Ինչ վերաբերում է Արցախի տեսանկյունից նայելը, ցավոք սրտի առ այսօր Արցախի հարցը դե ֆակտո լուծված է, ըստ ինձ, դե յուրե պիտի հաստատում ստանա։ Ու Մաքսային միություն կազմող այդ 3 երկրները, որոնց պիտի միանա նաև Հայաստանը, փաստորեն գիտեն, որ Հայաստան, Ղարաբաղ դա մի տնտեսաիրավական դաշտ է։ Սակայն այդ հանգամանքը օգտագործելով նրանք նշել են, որ սահմանները պիտի նշվի, այսինքն դրանով ցույց տալով, որ Ղարաբաղը չի մտնում։ Իմ կարծիքով Հայաստանյան ղեկավարությունը, որ մտել է այդ գործընթացի մեջ, պիտի հայտարարի, որ ինքը Ղարաբաղի Հանրապետության երաշխավորն է թե տնտեսական, թե իրավական, թե ռազմաքաղաքական ու ամեն ինչով։ Այդ ճանապարհով դուք համաձայն եք մեզ ընդունել։ Հա, բարի, չէ, բարի գիշեր չենք մտնում։ Իսկ որ Հայաստանը մտնում է Մաքսային միության մեջ, դա ողջունելի է։ Փաստորեն այդ 3 հանրապետությունները, որոնք ունեն բավականին տարածքներ ու բավականին մարդ ռեսուրս, 170 միլիոն, մեր 3 միլիոնանոց երկիրը, փաստորեն այդ 170 միլիոնանոց տնտեսական դաշտում իրավունք է ձեռք բերելու իր ապրանքները իրացնելու։ Դա ողջունելի։ Ուկրաինան շարունակում է մնալ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, չնայած երկրի նորընտիր նախագահի հայտարարություններին,
պատերազմական գործողությունների անմեղ զոհերի թիվը անշեղորեն աճում է։ Այդ երկրում իրավիճակին հատկապես շահագրգիռ հայացքով հետևում են հետխորհրդային երկրներում, նաև Արցախում։ Ինչպիսին է ձեզ ներկայանում ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման տարբերակը և ինչ կարելի է կանխատեսել մոտ ապագայում։ Հայրենական մեծ պատերազմի վերջնամասում, երբ Ամերիկայի նախագահ Ռուզվելտի առողջությունը խաթարվել էր, ու նրանից հետո, որ Տրումենը նստեց նախագահ, իմ կարծիքով սառը պատերազմը արդեն սկսվեց, հակազդություններ սոցիալիստական սիստեմի և կապիտալիստական սիստեմի միջև, այսինքն ռուսական ազդեցության և ամերիկյան ազդեցության միջև։ Այդ ժամանակներից էլ, ասենք, Ամերիկան միշտ ձգտում էր կազմալուծել սովետական միության ազդեցության ոլորտները և տարածքները թե տնտեսական առումով, թե քաղաքական, թե ամեն ինչով։ Ու այդ գործընթացը այդ ժամանակվանից սկսած փաստորեն 1991 թվականին վերջնականապես հաջողվեց։ ԽՍՀՄ փլուզումով։ Վարշավայի պակտը, որ ասենք ռազմական դաշինք էր, փլուզվեց։ Ու հետաքրքիրն այն է, որ այդ պայմանագրի անդամ բոլոր երկրները Ռուսաստանի ազդեցությունից դուրս եկան ու մտան ՆԱՏՕ-ի ազդեցության ուժերի տակ։ Այնուհետև ԽՍՀՄ փլուզումով մերձբալթյան երկրներն էլ իրենց պաշտպանելու համար, թե ինչ նկատառումներով էլի մտան ՆԱՏՕ-ի կազմ, այսինքն Ամերիկայի ազդեցության տակ։ Այսինքն այդ ժամանակ թե Եվրամիությունը, թե Ամերիկան միշտ ձգտում էին ռուսական ազդեցության ոլորտները կրճատել, այսինքն նրանց վերջնական իմաստը ըստ ինձ այն է, որ սլավոնական միջավայրի ազդեցությունը աշխարհում վերացնեն։ Փաստորեն սլավոնական երկու գործող պունկտ կար, Սերբիան, Հարավսլավիան, մեկ էլ Ռուսաստանում։ Հարավսլավական այդ սլավոնական միջուկը քանդեցին, քայքայեցին, փլուզեցին, դեռ նույնիսկ Սերբիայից Կոսովոն անջատեցին, պետական ստատուս տվեցին, հիմա հերթը հասել է արդեն Ռուսաստանին։ Ռուսաստանի համար, ասենք, Բելարուսիա, Ռուսաստան, Ուկրաինա տա նույն արմատից սերված ժողովուրդ են, նույն սովորություններով, նույն մենտալիտետով, համարյա նույն ժողովուրդն են, էլի։ Ու թույլ օղակը ՆԱՏՕ-ի երկրները, այսինքն Ամերիկան, գտան ուկրաինական պետության մեջ, ըստ ինձ դա ուկրաինական ժողովրդի սրտից բխածը չէ։ Դա Ամերիկայի և Եվրամիության հատուկ ծառայությունների կողմից վարժեցված ու արհեստականորեն լիդեր կամ օլիգարխ դարձրած մարդկանց կազմակերպած գործ է։ Ու այդ գործով Ամերիկան ու Եվրամիությունը փաստորեն արդեն շահել են։ Երկու եղբայրական ժողովուրդների իրար հետ գժտեցրել են, թշնամացրել են, արդեն նրանք շահել են։ Ես այդ հարցում կողմնակից եմ, որ ռուսամետ ուժերը իրենց ինքնորոշման իրավունքը օգտագործեն, բայց ավելի կողմնակից եմ, որ այդ ժողովուրդի երկու հատվածներն էլ իրար հետ բարի չեն։ Համերաշխությունը ամեն մի հաջողության գրավականն է։ Վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը հաստատացրել է թե Արցախի, թե Հայաստանի սահմաններին իրականացվող սադրիչ գործողությունները
ԵՀԿ համանախագահների նկատելի ակտիվության պայմաններում այդ երկիրը ամեն կերպ ձգտում է լարվածություն առաջացնել զորքերի շփման գոտում։ Որն է նրա նպատակը եւ ինչպես կարելի է գնահատել բանակցային գործընթացի ներկա փուլը։ Ուրեմն ադրբեջանցի ազգ չկա, կա Ադրբեջանում ապրող ժողովուրդներ։ Մենք բոլորս էլ ղարաբաղցիները դարեր շարունակ հիմիկ իրենց ադրբեջանցի ազգ հորջորջողներին անվանում են թորքեր։ Այնտեղ ապրում են լեզգիներ, թաթեր, թալիշներ, քուրդեր եւ այլ մարդիկ, որոնց ազնագրերում հիմա գրված է ադրբեջանցի, իբր թե այդ ադրբեջանցին ազգ արդեն։ Այսինքն նրանք ազգ ձևավորելու խնդիր ունեն։ Ազգ կազմավորելու խնդիր ունեն։ Հիմա այդ կազմավորելու գործում հայերը չէին ընկալվում, անցնում, որովհետև հայի հավատը այլ է, հայի լեզուն պատմական պատմությունը եւ ավելի խորն է, ու այդ հանգամանքով, ասենք, Ղարաբաղի Ադրբեջանի ցանջատման գործը երբ հորակարգի մեջ դրինք, Ադրբեջանը այդ տարածքների կորստյան մտքի հետ առ այսօր չի համաճերպվել ու չի համաճերպվում իբր թե։ Բայց շատ լավ էլ համաճերպվել է։ Ուրեմն այս վերջին շրջանում տրանսադրական գործողությունները։ Մենք պատերազմ չենք հրահրել։ Մենք երբ շարժումը սկսել ենք օրինական ճանապարհով սահմանադրության համաձայն ենք սկսել։ Պատերազմը սկսել են Ադրբեջանի իշխանությունները։ Ու այդ պատերազմում նրանք տանում են տվել։ Հիմա ռուսը մի հատ լավ խոսք ունի, ասում է, «После драки кулаками не машут»։ Ադրբեջանցիները այդ ասացվածքը լավ չեն ընկալել։ Հիմա նրանք այդ կուլակամի մաշուտ, ըստ ինձ, այսինքն դրանց արած գործողությունները այդ են։ Ադրբեջանը սովետական միության փլուզումից հետո իր նավթային ու գազային ռեսուրսները բավականին էֆեկտիվ ձևով հաջողվեց Թուրքիայի օգնությամբ եւ Եվրամիության օգնությամբ շահագործել։ Եվ այն դիվիդենտները, որ այդ հարստություններից յուր ժամանակ ստանում էր սովետական միությունը, ներկայումս ստանում է Ադրբեջանը, որը զգալի գումարներ են կազմում։ Այսինքն Ադրբեջանը հիմա բավականին ռազմական տեխնիկա է գնում, Եվրոպայում բավականին կաշառքներ ու ռեկլամներ է կազմակերպում, նույնիսկ Հարավային Ամերիկայում, որ Ալիևի արձանը Մեքսիկայում ցանկացան տեղադրել, նույնիսկ Մադրիդի Ատլետիկոյի թիմի ռեկլամայի մասում Ադրբեջանը գրված, այսինքն Էնաշյանի, որ ասենք իրանց են ստահակ մարդասպանին 2 միլիարդ դոլարի ինվեստիցիա անելով հետ գնեցին։ Սաֆարովա, Ռամիլ Սաֆարով։ Հիմա Ադրբեջանը այդ ճանապարհներով իբր թե փորձում է, ըստ ինձ, աշխարհին ապացուցելու, որ Ղարաբաղը մերն է, Հայաստանը ագրեսոր է, որը իրականությանը բացարձակապես չի համապատասխանում։ Ինչ մնում է վերջին շրջանին, ինչու մենակ վերջին շրջանին, հրադադար կնքելուց հետո միշտ էլ նա այդ սադրանքները գործում էր, իմաստը կայանում է նրանում, որպեսզի իրեն ժողովրդին ուշադրություն ու սոցիալական, տնտեսական հարցերից եղած ու այս վարչակարգը, որ հիմա Ադրբեջանում իշխում է, ենթարկեցնի, այսինքն այդ ճանապարհով ժողովրդին փորձում է միշտ ապացուցի, որ մեր ճշտամին հայերն են, մեզ համար վտանգ են սպառնում այսեն, որպեսզի իրանք այնտեղ իրանց վարչակարգը, իրանց դիրքերը պահպանեն։ Ինչ մնում է բանին, Նախիջևանին, Նախիջևանում թուրքական ռազմական ռեպետիտորներ, վարժեցնողներ են եկել, իբր թե Ադրբեջանի բանակի մարտունակության վրա աշխատելու համար։
արդյունք չի տա։ Ադրբեջանը որքան էլ զենք առնի, որքան էլ հոխոր տա, ինչ էլ անի։ Նրանք մեզ ոչ մի բան չեն կարող անի։ Հաղթանակը մերն է լինելու։ Անդրկովկասյան 3 երկրներից երկուսը Հայաստանն ու Վրաստանը վերջին ամիսներին կատարեցին իրենց տնտեսական զարգացման վեկտորի ընտրությունը, չբացառելով համագործակցության մյուս տարբերակները։ Ադրբեջանն այդ հարցում հստակություն չի ցուցաբերում, թեև առկա է Ռուսաստանի կողմից նրան Եվրասիական միություն հրավիրելու փաստը։ Մյուս կողմից այդ երկրում քաղաքական հետապնդումների նոր ալիքը ամերիկյան կողմի կոշտ գնահատականներին է արժանանում։ Ձեր կարծիքով դեպի ուր է գնում Ադրբեջանը։ Ներկա փուլում Ադրբեջանը այդ քաղաքականությունը ավելի հմուտ է կազմակերպում ըստ ինձ, քան Վրաստանը, քան Հայաստանը։ Այսինքն նա իր ածախ մանդինը բարձրացնում։ Թե Ռուսաստանի, Ղազախստանի, Բելարուսի հանգամանքով, թե Եվրամիության հանգամանքով։ Ադրբեջանը իր բոլոր գումարները հիմնականում ստանում է հիմնական մասը Եվրամիության երկրներից, իր նավթային գազային ռեսուրսները իրացնելով այնտեղ։ Այսինքն Ադրբեջանին ձեռնտու է։ Եվրամիության հետ հարաբերությունները նորմալ պահի իր նավթային ռեսուրսները իրականացնի փողեր վաստակի, 2 միլիոնից ավելի Ադրբեջանի ժողովուրդ Ռուսաստանում աշխատում են, Ռուսաստանի անմիջական հարևանն է, Կասպից ծովով Ղազախստանի ընդհանուր հարևանն է, այդ հանգամանքով ձգտում է իր հարաբերությունները չփչացնի։ Փչացնելու դեպքում Ադրբեջանը ավելի կտուժվի, որովհետև Կասպից ծովի հանգամանքով բավականին կախվածություն կա ու փող համագործակցություն կա։ Այնպես որ ես այդ հարցում Ադրբեջանի այդ լուր մնալու քաղաքականությունը այս պահին գնահատում եմ դրականորեն իշահ Ադրբեջանի են դրանք անում, իսկ որ Ադրբեջանը ուր պիտի գնա, Ադրբեջանի կյանքի երազանքը Թուրքիայի հետ միանալն է, ուր պիտի գնա։ Թե Եվրամիության հետ, թե Ռուսաստանի հետ, թե ում հետ, Ադրբեջանը որքան էլ միանա, դա կեղծիք է, ստից է։ Իրականում Ադրբեջանի երազանքը Թուրքիայի հետ միանալն է։ Բայց դա պրակտիկ կյանքը նրան ուր կտանի, դա հարց է։ Աշխարհասփյուր հայության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ սիրիայության ճակատագիրը։ Երբեմնի հոծ եւ հզոր հայ համայնքը շարունակում է իր վրա կրել քաղաքացիական պատերազմի ամբողջ ծանրությունը։ Ինչպիսի զարգացումներ եք ակնկալում այդ երկրում եւ ո՞րն է Սիրիայում ապրող մեր հայրենակիցների ապագայի ձեր տեսլականը։ Ես որպես հայ մարդ երախտապարտ եմ սիրիական ժողովրդին, արաբ ժողովրդին, որ ընդունել են մեր փախստականներին, հայ փախստականներին, այդ ցեղասպանությունից մազապուրտ եղած ժողովրդին տեղակայել են ու որոնց մի մասը դեռ այսօր ապրում են Սիրիայում։ Ամեն մի պետություն ունի իր դժվարությունները, իր հաջողությունները, եւ Սիրիայում այս վերջին իրադարձությունները, որ սկսվեցին, դա էլ սիրիական ժողովրդի ներքին խռովության արդյունք չէ։ Դա էլ Ամերիկայի համաշխարհային գերիշխանության հասնելու ուղիներից մեկն է։ Այդ արաբական աշխարհի այդ վարտերի հեղափոխությունների կազմակերպումը։ Եվ այս վերջին ընտրությունները Սիրիայում, որ տեղի ունեցան, ու Բաշար Ասադը այդ պատերազմական իրավիճակում, այդքան դժգոհական ալիքների ներքո, էլի ընտրվեց ու այդ բնակչության զգալի մասը ձայն տվեց Բաշար Ասադի որպես նախագահի տեխնատու, էլի նախագահ ընտրվեց։ Դա հուշում է մեզ, որ այդ ժողովուրդը իր պետականությունը սիրում է, իր պետությունը սիրում է, ու իր պետության ամբողջականությունը ապահովելու համար ամեն ալիք կգնա։ Այսինքն այդ բողոքական ալիքը ներմուծված ալիք է ըստ ինձ
Ինչ մնում է հայությանը։ Տեղական իշխանությունները ըստ ինձ, ըստ իմ ինֆորմացիայի, ազգային փոքրամասնություններին վատ չեն վերաբերում, մանավանդ հայ փոքրամասնությանը։ Ու ըստ իմ ունեցած տվյալների հայկական թաղամասերը, եկեղեցիները, դպրոցները կառավարական զորքերի կողմից չեն պայթեցվել, այդ մարդկանց հալածանքի ենթարկվել։ Ըստ ինձ հայ հասարակությունը այդ գործողությունների մեջ պիտի հիմնականում պահի նեյտրալ քաղաքականություն, որովհետև այդ պատերազմը, որ Սիրիայում գնում է, հայի պատերազմ չէ։ Հայը այդ պրոցեսում անելիք չունի։ Անելիք այնքան ունի, որ ասենք այդ գործողությունները հայերի վրա չանդրադառնան ու չազդեն, բայց որքան էլ ցանկանանք պասիվ մնալ կամ նեյտրալ մնալ, մեկը պատերազմը այնպիսի բան է, որ դրա հետևանքները պիտի ամբողջ ժողովուրդը կրեն, որոնց շարքում նաև հայերը։ Իմ գաղափարս էս է, որ եթե արդեն մենք ունենք Հայաստան պետություն, հայ պետականություն, ապա հայ հեղափոխական դաշնակցության այն կարգախոսը դեպի երկիր պիտի սկսի գործել։ Ամեն մի հայ մարդ պիտի մտածի, որ իր ամբողջ կարողությամբ նպաստի, որպեսզի Հայաստան պետությունը, հայկական պետությունը ուժեղանա ու հզորանա։ Թե տնտեսապես, թե ռազմապես եւ թե ժողովրդագրական հանգամանքով։ Մենք պիտի ժողովրդի աճ ունենանք։ Մենք այդ մարդկանց համար պիտի աշխատատեղեր ապահովենք։ Մեր մարդիկ մեր պետությունը պիտի սիրեն։ Հիմա սիրիական ժողովուրդը մի մասը, որոնք ապրում էին Քեսաբումբան, դա պատմական հայկական տարածք է, բայց մի մասը, ասենք, արաբական տարածք է։ Հիմա այդ իրավիճակը արդեն բարդացել է։ Հիմա պահն է դեպի հայրենիք գալու, հայրենիքը ուժեղացնելու։ Ես խորհուրդ կտամ առհասարակ արտասահմանում, որքան հայ են ապրում, վերադառնան հայրենիք։ Մեր հայրենիքը ուժեղացնենք։ Մեր խելոք մտքերը մեր հայրենիքի համար աշխատեն։ Մեր մասնագետները մեր հայրենիքի համար աշխատեն։ Ծրագիրն ավարտենք մեկ դիտարկմամբ։ Վերջին օրերին իրավիճակի կտրուկ փոփոխություն է արձանագրվել Իրաքում։ Իսլամիստական խմբավորումներն այդ երկրում վերահսկողություն են սահմանել մեծությամբ երկրորդ քաղաքի վրա։ Արաբական աշխարհի երկրներում արտաքին ազդեցությամբ կամ միջամտությամբ կատարված իշխանափոխություններն ու հեղափոխությունները առայժմ ոչ խաղաղություն, ոչ ժողովրդավարություն, ոչ էլ երջանկություն են բերել այդ երկրներից որևէ մեկի ժողովրդին։ Կհաջողվի Ուկրաինային խուսափել նման սցենարից։ Դիտակետներ եթերում։